Ողջույն հարգելի ջրհոսներ, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք, թե ձեզ ինչ է սպասվելու մայիս ամսին։ Եվ այս քարտերը օգնության համար են ընդամենը, սրանք մեզ հարկավոր չեն այս պահին, մեզ հարկավոր են ընդամենը մեկ քարտ։ Եվ եթե բաժանորդագրված չեք, կխնդրեմ բաժանորդագրվեք, սաղ մեկ լայքը, նաև լայքը, զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հետագա կանխատեսումները, այն կանխատեսումները, որոնք լինում են այս ալիքում։ Եվ եթե ուզում եք բաժանորդագրվեք նաև մյուս ալիքների հղումները լինում են գրածի տակ, գրվածի ներքևում կան բոլոր հղումները, կարող եք այնտեղ գտնել։ Եվ կարող եք նայել կանխատեսումը և արևային, և լուսնային, և ասցենդենտի նշանով։ Տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին, տեսնենք ինչ է սպասվում մայիս ամսին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիս ամսին։ Ընդհանուր առմամբ, տակից ուզում դուրս գա, թող դուրս գա։ Ընդհանուր առմամբ հիանալի կանխատեսում է լինելու, ոչ մի լարված քարտ չունեք, որ ասեմ ինչ-որ բարդ բաներ կան, դուք ինքներդ էլ տեսնում եք, որ բոլորը պայծառ զվարթ քարտեր են։ Այս ամիսը կսկսեք ձեր մասին հոգ տանելով, ձեր առողջության մասին, ձեր գեղեցկության մասին, ձեր արտաքինը փոխելով, կմտնեք մայիս ամիս, նաև ծնողների հետ բավականին շատ շփումներ կունենաք, ավելի շատ իրենք ձեր աջակցության կարիք ունենան, դուք իրենց աջակցության կարիք ունենաք և իրար հետ շատ առնչվեք։ Եվ կարող եք նկատել հարաբերությունները, աշխատանքը մի փոքր դանդաղ են առաջ գնում, ինչ-որ շատ արագ առաջ խաղացում չկա, բայց ամեն ինչը կարգին է լինելու, պետք չի շտապել ամեն ինչ ոնց որ իր ժամանակին։ Գումար կգա ձեզ մոտ այս ամիս, նաև գումար դուք ինքներդ կուղարկեք, գումար կարող եք ծախսել գուցե ճանապարհների վրա կամ ինչ-որ միտեղ մեկնելու հետ կապված, գուցե գնում եք ճամփորդության, միգուցե գնում եք ինչ-որ միտեղ հանգստանալու, դրա վրա կարող եք գումար ծախսել։ Նաև փոփոխություն կմտնի ձեր գումարներում, ձեր ֆինանսական վիճակում, այդ փոփոխությունները ընդհանրապես լավ փոփոխություններ են համարվում, որոնք որ կմտնեն ձեր կյանք։ Միգուցե նաև օրինակ նոր եկամտի աղբյուր է, որը գալիս է, որը սկսում եք այդպես դրանով եք սկսում ավելի շատ գումար վաստակել։ Նաև հղիության կամ ծննդաբերության վրա կարող եք գումար ծախսել։ Կարող է նաև ինչ-որ մարդիկ ձեզ գումար ուղարկեն, գումար փոխանցեն ձեր հաշվին։ Եվ ձեր շրջապատող մարդկանց հետ, այստեղ կամ ոմանք կգնան իրենց քույր եղբոր մոտ, կամ իրենք կգան ձեզ մոտ, գուցե ձեր շրջապատով, ձեր հարազատ մարդկանցով ինչ-որ միտեղ գնաք հանգստանալու օրինակ, ինչ-որ երկար ճանապարհ։ Հարաբերությունները եթե կանգ էին առել, հարաբերությունները եթե այդքան էլ լավ չէին ձեր հարևանների, ձեր շրջապատող մարդկանց հետ և ձեր հարազատների հետ, ապա այդ հարաբերությունները կկարգավորվեն հիմա արդեն, ամեն ինչը կկարգավորվի, առաջ կգնա, խնդիրներին լուծումներ կտակ արդեն։ Կարող եք միասին ճանապարհ գնալ,
ոչ թե գնաք ձեր հարազատների մոտ, այլ միասին, հենց ինչ-որ մի տեղ գնաք, ինչ-որ ճանապարհ։ Ձեր քրոջ, եղբոր հետ կամ միգուցե հարևաններով ինչ-որ մի տեղ գնաք, որոշեք, կախված է թե առաջվա հարևաններն ուրիշ էին, հիմա չգիտեմ։ Հիմա դժվար է դուրը բացեն, սուրճ խմեն։ Ընտանիքում ոչ է գաղտնիք կբացահայտվի, ինչ-որ մեկի մասին կարող բացահայտել, ինչ-որ մի բան կիմանաք։ Նաև ընտանիքի անդամներից ոչ է մեկը կարող է գնալ սովորելու, ցանկանալ սովորել։ Եվ ոմանք, եթե խնդիրներ կային ընտանիքում, ապա այդ խնդիրները ոնց որ դնեք մի կողմի վրա, արդեն ամեն ինչը եւ կփոխեք գրքի էջը, կորոշեք արդեն ուրիշ կերպ, ուրիշ ձևով ապրել, ուրիշ ձև վերաբերվել մեկը մյուսին, ոնց որ կարողանաք ուրիշ տեսանկյունից նայել։ Միգուցե սա նաև վերաբերվում է ընտանիքը վերամիավորվելու, հա, ոնց որ միավորվում եք, բայց մի հատ լավ խոսում եք իրար հետ, հասկանում եք իրար, որ վերջը նույն ձև չի լինելու, ամեն ինչը փոխվելու է, եթե փոխվելու է, ուրեմն օքեյ, իրար հետ ենք, հա, եւ փոխում եք այդ ամենը, գրքի էջը փոխում եք եւ սկսում եք իրար հետ ավելի լավ լինել, ավելի լավ ապրել։ Այդպես։ Բայց որ ինչ-որ մի բան կբացահայտվի, դա միանշանակ։ Զույգերի մոտ դա կարող է լինել կամ ծնողների հետ կարող է կապված լինել։ Կամ տան հետ կապված ինչ-որ մի բան է, դա ոմանք կարող են զաքսավորվել, ոմանք կարող են փաստաթղթերի հետ կապված գործի ունենալ, հստակ տան հետ դա կարող է կապված լինել։ Վարկի ձևակերպում, վաճառք, արքու վաճառք այստեղ կարող է լինել։ Ժառանգության հետ կապված հարցեր, որը եւս էլի ինչ-որ կարող դատական գործընթացներ կան այդ գծով։ Եվ երեխաների հետ կապված, ովքեր ունեն երեխաներ, իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, ձեր հարաբերությունները, եթե այդպես չէին ընթանում, ամեն ինչ նորմալ կլինի, ամեն ինչ կկարգավորվի, եթե ինչ-որ խնդիրներ կային, հա, ձեր հարաբերություններում այդ ամենը կվերանա։ Իրենց մոտ, եթե հենց իրենց մոտ հստակ կար որևիցե խնդիր, իրենց մոտ ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչը կվերականգնվի։ Եթե ինչ-որ բանով անհանգստանում եք։ Միգուցե այստեղ անհանգստանում եք նաև քննությունների հետ կապված, այստեղ ամեն ինչը նորմալ կհանձնեն ձեր երեխաները, եթե նման ինչ-որ հարցեր կան։ Եթե իր ընտանիքում է որևիցե հարցի հետ կապված խնդիրներ կա, իր ընտանիքում եւս ամեն ինչը կկարգավորվի, դուք դա կլսեք այդ մասին։ Առողջության հետ կապված կարող եք ընտրություն անել, օրինակ, միգուցե մտածում եք ինչ-որ վիրահատություն կամ այս բժշկի մոտ գնաք, այն բժշկի մոտ գնաք, ում ընտրեք ավելի ճիշտ կլինի։ Գնաք արդյոք բժշկի թե ոչ, դա եւս կամ խմեք այստեղ օրայքը թե ոչ, արհեստական բեղմնավորում անեք թե ոչ, հա, կախված է թե ինչ եք դուք մտածում։ Ինչ-որ մի բան է, որ ձեզ տանջում է բժշկության հետ կապված, առողջության հետ կապված։ Անալիզ հանձնեք օրինակ թե ոչ։ Իսկ հարաբերությունները ընկերական կլինեն, հիանալի մեկը մյուսի հետ, եւ ընտանեկան հարաբերությունները իրար հետ, եւ այն հարաբերությունները, որ նոր է սկսվում, նոր է կազմավորվում, դա եւս գուցե ձեր ընկերներից ոմանք սիրահարվել են ձեզ եւ ասեն ձեզ այդ մասին, ում ինչ-որ մեկը, հա, ասի ձեզ այդ մասին, եւ եթե նոր եք շփվում, դեռ կարող է այդ ընկերական փուլում եք, դեռ այդ նոր ծանոթության փուլում կարող եք լինել, եւ սա հավատարմության քարտն է նաեւ ձեր զույգը, ձեր երկրորդ կեսը այստեղ ցույց է տալիս, որ հստակ հավատարիմ է ձեզ։ Եվ ավելի մի տեսակ մտերմություն ու ջերմություն կզգաք ձեր երկրորդ կեսից այս ամսվա ընթացքում։ Այստեղ ճակատագրական հարաբերություններ կարող են սկսվել մեկի հետ, ում հետ, որ այդ հարաբերությունները պարզապես, բայց հիմնված են ինտիմ հարաբերությունների վրա, ոչ հստակ, հա, ինչ-որ ամուսնության նպատակով, դա կարող է ուղղակի գայթակղություն եւ իրար հետ շփվեք այդպես ինչ-որ մեկի։ Եթե չեք ուզում
խնդիրներ, հա ոնց որ միմիայն մնալ իր համար ուղղակի այդպես ինտիմ հարաբերությունների ընկեր, ապա պետք է այնպես անենք, որ հարաբերությունները անցնի մեկ այլ էտապ։ Կամ եթե սկիզբը սկսվել է այդպես, արդեն դժվար է հետո հարաբերությունները տանել ավելի լուրջ փուլ։ Կարող ճակատագրական քայլ անել եւ շփվել տվյալ մարդու հետ։ Դա կարող է լինել ամուսնացած մարդ, հա, դա եւս հա մարդու ճակատագրական քայլ է անում նման հարաբերությունների մեջ մտնելով։ Սա նաեւ ձեր ցանկությունները կիրականանան, եթե փաստաթղթերի հետ կապված, ինչ որ փաստաթուղթ եք ստանում, որին երկար եք սպասել, որին այդքան ձգտել եք, որին մասին երազում եք։ Դա կարող է լինել նաեւ օրինակ ավտոյի հետ կապված, որ մեքենա վարեք, այդ փաստաթուղթը կարող է լինել։ Ձեր երկրորդ կեսի մոտ կարող է այնպիսի մի բան տեղի ունենալ, որ դա անմիջապես ազդի ձեր վրա եւ դուք ուզում եք, որ օրինակ իր մոտ դա լինի, որ դուք էլ օգտվեք դրանից։ Դա կարող է լինել նաեւ, եթե երկրորդ կես չունեք, ձեր ընտանիքի անդամներից մեկի մոտ ինչ-որ մի բան տեղի ունենա, որ դուք ավելի շատ ուրախանաք, քան իրանք։ Որ ասում է, պապաս մեքենա է գնել, վերջիշ լավ է, ինձ կտանի դպրոց, օրինակ։ Այսինքն իր մոտ ինչ-որ բան է փոխվում, դա ձեր ցանկություններ։ Դե ավելի հեշտ մի տեսակ կլինի, եթե ինչ-որ հարցեր կան փաստաթղթերի հետ կապված, եթե պետք է գնաք արխիվ, եթե պետք է ինչ-որ մի բան ձևակերպեք, դիսակ ավելի հեշտ է լինելու դա ձեզ համար։ Եվ այստեղ կարող է ինչ-որ քայլ անեք, օրինակ փոխեք ազգանուն, փոխեք անուն, փոխեք ինչ-որ մի բան, որը շատ կարևոր է։ Դա կարող եք փոխել, ինչ-որ կապված է փաստաթղթի կարող է դիմում եք ինչ-որ մի երկրի քաղաքացիության համար, դա եւս փոփոխություն է եւ շատ կարեւոր քայլ է։ Ճամփորդությունը կարող է գնալ բացի աղջկա մոտ, կամ ինքը ձեզ հրավիրի, կամ այդպես։ Նա կարող է գալ ձեզ մոտ, կամ իրար հետ կարող եք գնալ։ Կամ ուղղակի գնում եք ինչ-որ միտեղ ժամանակ անցկացնելու, հանգստանալու, ոչ թե հատուկ ինչ-որ երկար ճանապարհորդության եք պատրաստվում։ Դες կարող ձեր քույրն է, եթե դրսում է ապրում, դες կանչում է իր մոտ։ Այստեղ եւս է քարտը ցույց էր տալիս, որ դուք կարող եք գնալ իր մոտ։ Հավանականությունը շատ մեծ է։ Եթե մեծ աղջիկ ունեք, ապա նա կարող է սովորել, նա կարող է դիպլոմ ստանալ, որը եւս ձեզ կուրախացնի բավականին։ Նաեւ դա Ընդհանրապես սա ամենալավ սա ցանկությունների տունն է եւ կարող է այդ աղջիկը ձեր ցանկությունները կատարի կամ այնպեսի մի բան տեղի ունենա, որ այդ աղջիկա միջոցով դուք հասնեք ձեր ցանկություններին։ Աշխատանքի եւ բիզնեսի վերաբերյալ որևիցե ուղի կընտրեք այս ամիս, ինչ որ մի բան կորոշեք, օրինակ բիզնես եք բացում, հենց այս ամսում եք բացում, գործն եք փոխում, այսպես եք սկսելու աշխատել, այսպես է լինելու ձեր արժեքները աշխատանքի, հա ինչ-որ բան, ինչ-որ ուղի կորոշեք, կամ վերջ դուրս եմ գալիս այս աշխատանքից, գնում եմ ուրիշ տեղ, վերջ փակում եմ բիզնեսս, օրինակ գումար չի բերում, ինչ-որ պահեր են, որոնք որ կարևոր ուղի կընտրեք ձեզ համար այս ամիս, շատ կարևոր ուղի է լինելու դա ձեզ համար։ Ընկերներից բավականին շատ կուրախանաք, ինչ-որ մի բան իրենց մոտ տեղի կունենա, միգուցե վաղուց չեք հանդիպել այն ընկերներին, հա, եւ իրենք գալիս են ձեզ ուրախացնում են։ Եթե օգնություն պետք լինի, անպայման այդ օգնությունը կստանաք յուրաքանչյուր մարդուց եւ ինչ-որ մի բանի արդյունքների կհասնեք, որը եւս ձեզ կուրախացնի, որ դուք ի վերջո հասաք դրան, հա, հասել եք այդ վերջնակետին եւ դա ձեզ բավականին շատ կուրախացնի։ Կամ նոր ընկերներ ձեռք կբերեք, ովքեր որ ուրախ կլինեն, ովքեր որ այդպես ձեր կյանքն է կլցնեն ուրախությամբ, թեթևությամբ, այսպես եւ շատ էներգիայով, այդ շրջապատը, այդ մարդիկ, հա, ձեզ կուրախացնեն շատ։ Դա ինչպեսին չէ, մեր շրջապատն է, որ
քան դախ շրջապատեսնում եմ, այնքան դու ես, չէ՞, լինում մի տեսակ ուրիշ ձև ես նայում ամեն ինչի, ոնց որ իրանք են։ Եվ այստեղ շատ մի խոսեք ձեր գաղտնիքների մասին, որովհետև այն կարող է դուրս թռնել, տանեն, բամբասեն, իբրև գիտեք, թե ինքը հաստատ ոչ ոքին չի ասի, բայց մեկ է տեսնեք, հոպ, ինչ որ միտեղ դուրս եկավ։ Խնդիրները կարող են առաջանալ լեզվակռվի պատճառով, իրար չհասկանաք, դա բերի խնդիրներ, յուրաքանչյուր տեղում, լինի պետական հիմնարկություն, լինի անձնական կյանք, լինի ինչ-որ մի բան, միայն խնդիրների։ Վախերը դա կարող եմ ասել, սրանով ինչ-որ անհանգստություններ ունեք, կան ինչ-որ անհանգստություններ կան, բայց դրանք վախեր ասել, ոնց որ վախենում եք ինչ-որ մի բանը ոչ եթե ինչ-որ մի բանը ձեզ համար պարզ չի, վախենում եք բամբասանքից, դա է ձեզ հունից վախենում եք, գիտեք, շատ շփվող կլինեք այս ամիս, և վախերը դա կարող է, որ ինչ-որ մի բան դուրս չհանեք ձեր բերանից, դա կարող է լինել, որ կարող եք չկարողանալ տիրապետել ձեզ և խոսել, ասել այն ժամանակ, երբ որ այստեղ լեզվակռվի մեջ կլինեք ինչ-որ մեկի, բայց որ անհանգստություններ ունեք, դա միանշանակ, բայց չգիտեմ ինչից է, ամեն մեկը կիմանա ինչից է այդ անհանգստությունը, կա ներսի կամ ներքին անհանգստություն է դա, միգուցե այստեղ կապված է աշխատանքի, բիզնեսի հետ, մարդը, որ բիզնես է բացում, բնականաբար անհանգստությունը միշտ էլ կա, անուղեղ մարդու մոտ է, որ բիզնես է բացում ու անուղեղի նման ապրում, չկա նման բան, միշտ էլ անհանգստություն կա, ինչպես այն կընթանա, կամ եթե աշխատանքն եք որոշում փոխել, ևս ինչպես այն կլինի հետագայում, ինչպես կազդի ֆինանսական վիճակի վրա, այդ ամենը բնական է մարդուն անհանգստություն է բերում, բայց որ ասեմ ինչ-որ վախեր կարող է ինչ-որ չափով, չգիտեմ, հասարակությունից կախված եք, թե չէ, թե կախված եք, ապա դա կարող է հասարակությունը ինչ-որ մի բան չխոսի, դա։ Ընդհանուր առմամբ ինքը հիանալի է, դուք տեսաք, որ ես հավելյալ քարտեր չհանեցի, որովհետև հավելյալ քարտի կարիք բացարձակապես չունեցավ։ Եթե ինչ-որ բաներ կար, որոնք ասեցի բացասական, դրանք իհարկե ձեզ համար դա պետք է հասկանաք, որ զգուշացում է, ոչ թե ինչ-որ հատուկ վատ բաներ, որ կարող են լինել, ուղղակի քարտը ունի և իր բացասական կողմը, և իր դրական կողմը, ես երկուսն էլ պարտավոր եմ ասելու, մնացածը դուք եք որոշում, ապրել այդ քարտի բացասականով, թե ապրել դրականով։ Այնպես որ հիանալի ամիս էր ձեզ համար, ըստ ինձ, եթե մարդը դրականորեն ապրի, ճիշտ ապրի, ամեն ինչ լավ անի, այստեղ բացարձակապես ոչ մի բացասական բան չկար։ Այնպես որ մաղթում եմ, որ մայիս ամիսը ձեզ համար լինի ամենահաջողակ ամիսը, հաջողություններով լինի, և եթե անհանգստություններ կան, այդ անհանգստությունները որքան հնարավոր է շուտ անցնեն, դրեք մի տոպրակի մեջ դեն նետեք, այսքանը, լավ եղեք։